դեպի ավտորիտար ռեժիմ։ Շնորհակալություն, Հասմիկ, ինչպես եք գնահատում ջանքերը, այն նշում եք, բարեփոխումները լճացման փուլում են։ Արդյոք որևէ ջանք այդուհանդերձ իշխանությունների կողմից տարվում է այդ իրավիճակից դուրս գալու համար, հա? Դուք ինչպես եք գնահատում դա, եւ երկրորդը հասարակական քաղաքական իրադարձությունների մասին խոսեցինք, որոնք նպաստել են, որոնք տեղի են ունեցել 2024 թվականին։ Ինչպես եք գնահատում Հայաստանի կառավարության արձագանքը։ Արդյոք ի վերջո հանրային այսպես քննարկում տեղի ունեցավ այդ առնչությամբ, խնդրեմ։ Հարցի վերջից սկսելով եկեք միանգամից արձագանքի մասին խոսելով ամենակարևոր դրվագին գործընկերը անդրադարձավ, ես նույնպես դրա մասին պիտի խոսեմ, ցավոք սրտի, որովհետև դրանք իրադարձություններ են, որոնք ուղղակիորեն ազդում են ընդհանուր պատկերի վրա, եթե նույնիսկ մեկ օրվա պատկերը ամբողջ տարվա կտրվածքով խախտումները այնպեսին կարող են լինել, որ ամբողջ պատկերի վրա ազդեն։ Ինչպիսի արձագանք եղավ Հայաստան պետության վարչապետի եւ ազգային ժողովի խոսնակի կողմից, եթե չեմ սխալվում, ուղղակիորեն զուգահեռ process-ում ինչ էր կատարվում Բաղրամյան փողոցում, Բաղրամյան պողոտայում եւ ինչպես արդարացվեց դեռ քննություն չիրականացված, դեռ չսկսված, դեռ համաչափություն չուսումնասիրված, կարևորագույն օղակների կողմից կարծես թե թույլտվություն տրվեց, որ ոստիկանությունը նմանատիպ վարքագիծ շարունակի, հա, հետագա դեպքերում նույնպես եւ այդ դրվագը արդեն կարծես թե ամենաբարձր մակարդակով էլ արդարացվեց, ես էլի եմ կրկնում, նույնիսկ երբ քննություն որպես այդպեսին դեռ չէր սկսվել։ Հիմա ինչպես կարող ենք մենք պատշաճ արձագանքի մասին խոսել, արդյունավետ քննության կամ ակնկալել, որ որևէ մեկը պատասխանատվության կենթարկվի, ընդ որում ես պիտի նաև ցավալիորեն նշեմ, որ ի տարբերություն նախկինում նմանատիպ իրավիճակների, երբ որ մենք փորձում ենք հարցումների միջոցով հասկանալ, թե ինչ տեսակներ են, միջոցներ են կիրառվել, ինչ նպատակարարությամբ, մենք նույնիսկ բավարար պատասխաններ մեր հարցումներին չենք ստացել եւ ստիպված ենք եղել տատական ճանապարհով, լավ է գոնե նման ճանապարհով մենք ստացել ենք։ Նաև մի կարևոր հանգամանք կա, որ նշվեց, բայց ես նույնպես ուզում եմ անդրադառնալ դրան, որ վստահության առումով ոչ միայն Հայաստանում, այլ բոլոր երկրներում այս դեմոկրասի ինդեքսի գնահատման պարագայում էլ արձանագրվում է, որ հասարակություններում կառավարությունների նկատմամբ վստահությունը նվազել է։ Չկա ընկալում, որ արդարացի process-ներ են, որ հավասար process-ներ են, կա ընկալում, որ կա որոշակի շահերի պաշտպանություն կառավարությունների կողմից եւ այն հավասար մոտեցումը, որին պիտի ուղղված լինի, հա, ժողովրդավար, արդյունավետ կառավարումը, որպես այդպեսին չկա եւ ավելի վատ դա չափվում է նաեւ նրանով, որ ներկայացուցչական ժողովրդավարությունը որպես այդպեսին հետընթաց է ապրում եւ ավելի մեծ տեղ է գտնում պոպուլիզմը եւ կեղծ process-ները, որոնք արտահայտվում են կեղծ օրակարգերով եւ բացասաբար են ազդում կառավարման որակի վրա, ինչ ցավոք սրտի ականատես ենք լինում մենք նաեւ Հայաստանում եւ պատահական չի, որ գնահատումները հենց դրա մասին էլ խոսում են։ Հիմա գործողությունների մասով արդյոք ջանք գործադրվում է, չի գործադրվում։ Տեսեք, մենք պարբերական կտրվածքով ականատես ենք լինում տարբեր օրենսդրական process-ների։ Եթե վերցնենք տարբեր ոլորտներ, ամենակարևորները նշվեց հակակոռուպցիոն դատական եւ իրավական, կարծես թե սեղանի վրա, թղթի վրա կան ամրագրված այդ ռազմավարությունները, ծրագրերը, որոնք նախատեսում են նաեւ գործողությունների պլան որպես այդպեսին, բայց պրակտիկայում ինչքանով է այդ ամեն ինչը արդյունավետորեն իրականացվում, կյանքի կոչվում, ինչքանով են մեր առջև դրված նպատակները որպես այդպիսին կյանքի կոչվում, խնդրահարույց է, որովհետև փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ 23-24 թվականի ընթացքում անհամաչափորեն կարգապահական պատասխանատվության բարույթների միջոցով դատավորների լիազորություններ են դադարեցվել, շատ խնդրահարույց process-ներով, որի առնչությամբ մենք ունենք նաև միեդ արդեն որոշումներ, ականատես ենք եղել տարբեր process-ների, որոնք ոչ թե միտված են եղել դատական իշխանության եւ դատավորների անկախության երաշխավորմանը եւ կամ բարձրացման այլ հակառակը լրացուցիչ ճնշումներ, զսպման միջոցներ են ստեղծել եւ որպես այդպեսին քաղաքացին իր մաշկի վրա չի զգացել եւ չունի վստահություն, որ դատական համակարգը արդյունավետ է գործում, դատական իշխանությունը անկախ է եւ կարող է իր խնդիրներին, իր հայցին արդյունավետ կերպով ծառայել։ Նույնը հակակոռուպցիոն ոլորտին է առնչվում, տեսեք, եւ կապելով իրար դատական եւ հակակոռուպցիոն, նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, որը պիտի միտված լիներ այդ
բոլոր ռիսկերի նվազեցմանը եւ ստեղծումը ինքնին պիտի լուրջ երաշխիք դառնար ազդակ, որ process-ները արդյունավետ են լինելու, մենք տեսանք, որ բացասական բարեվարկությամբ տեխնացուները տեղ են գտնում հակակոռուպցիոն դատարանում։ Տեխնացուներ, ովքեր մոտ են, լոյալ են իշխանությանը, տեղ են գտնում այդ ցուցակներում, ցանկում, պաշտոն են ստանում եւ հետեւաբար ինչպես կարող ենք մենք ակնկալել, որ այդ process-ները իսկապես ծառայում են իրենց արժեվ դրված նպատակներին, որևէ արդյունք պիտի տան։ Այստեղ դուք իհարկե կառավարման, եթե լրացում կա Անդրանիկ, այս առնչությամբ խնդրեմ։ Ուղղակի նշեմ, որ բոլոր իրադարձությունները, որի մասին խոսվեց, դրան մենք էլ ենք անդրադարձել եւ մեր համար հատկապես հատկանշական էր այն հանգամանքը, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պահանջով 6 բարձրաստիճան պաշտոնյաներ միաժամանակ հրաժարականի դիմումներ կայացրին եւ այստեղ հատկապես կարեւոր է այն հանգամանքը, որ այս պաշտոնյաների թվում էր նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ Այս հանգամանքը մեր համար հատկանշական էր, որովհետև սրանից ենթադրվում է, որ դատական համակարգը եւս ազդվում է կառավարության կողմից կամ կառավարության ղեկավարի Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական որոշումների կողմից։ Սա մեր կարծիքով բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական համակարգի անկախության վրա, նաեւ հաշվի առնելով, որ այս համակարգը եւ այս ոլորտը Հայաստանում հատկապես թերի է, եթե մենք նայենք բոլոր գնահատականներին, թեև այսպես առանձին մասերով գնահատական դեռևս չեն հրապարակվել, բայց այստեղ Հայաստանը ամենացածր դիրքերում է։ Լրացում այդ մասով անեմ, հատկապես Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնանկությունը լուրջ լրջագույն խնդիր է իշխանությունների տարանջատման սկզբունքի տեսանկյունից, որովհետև փաստացի տեսնում են, որ դատական համակարգը գործադիրից որպես այդպեսին առանձնացված չէ։ Եվ ցանկացած դատավոր դժվար է պատկերացնել ինչպես է իրեն ազատ զգալու, եթե շատ Ես չեմ ուզում կրկնել այն տարբեր մեսիջները, որոնք մամուլում էին պտտվում, բայց հնարավոր է, որ փաստացի մեկ նամակի միջոցով, հաղորդագրության միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձիկ իրենց լիազորությունները, իրենց ձևականված օդիումի միջոցով դադարեցնեն եւ մենք չունենանք տեղեկություն, ինչն էր պատճառը, ինչ խնդիրներ կար, որ գոնե նոր նշանակվողները որոշակի պատկերացում կազմեն, թե ինչը պետք է բարելավել նմանատիպ ճակատագրից խուսափելու համար։ Իսկ այստեղ հանրային պահանջը այդ տեղեկությունը ստանալու, հա,